Բելի վիճակներ։ Նախորդ դասը մենք բելի անհավասարությունով տեսանք, որ Էյնշտեյնի թաքնված պարամետրերը չկա, առավել ևս հասկացանք, որ քվանտային մեխանիկան entanglement սիստեմա ստեղծում եւ դա շատ կարեւոր է եւ կապի տեսության, կրիպտոգրաֆիայի եւ ընդհանրապես ինֆորմացիոն կապի համար եւ առավելևս համակարգիչների, որը կոչվում են քվանտային։ Ինչա Bell's state։ Այս Bell's հավասարումը, երբ որ մենք տանում ենք համակարգիչների տեխնոլոգիա եւ շուտով հաջորդ դասը կլինի քյուբիտների մասին, պարզա, ապա մենք բանից պարզվում է Bell's կստանանք նաեւ Bell's վիճակներ անունը։ Ինքը Bell's վիճակները, դա կարող լինի օրինակ ասենք երկու քյուբիտանոց համակարգ, դե entangle ենք արել երկու էլեմենտ։ Այսինքն մի էլեկտրոն, մյուս էլեկտրոն, երկու էլեկտրոն, մեր օրինակում կար, եթե չենք մոռացել, օրինակ այս օրինակում մենք քյուբիտ ենք ստեղծել երկու հատ, այս երկուսը entangle ենք սարքել, այսինքն երկու վիճակները դարձրել են խառնաշփոթ վիճակ եւ բանից պարզվում է, որ լույսից արագ վիճակ են փոխում։ Հիմա ասածս ինչու՞մ է, որ այդպիսի բան կարող լինի ֆոտոնը, իր պոլարիզացիայով կարող լինի էլեկտրոնը, իր սպինով եւ այլն, կլինեն նաեւ ատոմներ, մոլեկուլներ էլ դեռ չեն հասել, որքան գիտենք։ Ուրեմն մենք զույգի հետ կապված պետքա ֆորմուլա ստանանք։ Ահա Bell's վիճակը ասում է, որ այսպեսի ձեզ ֆորմուլա եմ տալիս։ Սա ուրեմն հադամարում դուք տեսել եք, որ 50-50%-ի ժամանակ ինքը Հարաքսի արմատ 2-ը մեզ պետք է գալիս ֆորմուլայում կտեսնենք սահմանումով, այս ֆորմուլաները անգիր ենք անում, տենց վերցնենք։ Ուրեմն երբ որ մենք գրում ենք 0 կամ 1, սա մենք քյուբիտներից եւս մի անգամ կասենք, սա սուպերպոզիցիա, բայց քվանտային մաքուր 0 է։ 1-ը քվանտային մաքուր 1-ը, անուն դրել ենք հիմնային վիճակ կամ հիմքային վիճակ։ Առաջին թվանշանը առաջին քվանտինն է, երկրորդը երկրորդ։ Այսինքն ստեղ եթե երկու բիթ ունենք եւ entanglement ենք արել, երկու բիթը կարեւոր է 4 վիճակը։ Այս դեպքում մեզ համար պարտադիր է եւ Bell's անհավասարությունից եւ Bell's պատճառով իր ապացույցը նաեւ պահում է, կարճ ասած իր անունն է ստացել, տենց վերցնենք։ Phi-ը թե ինչա ստեղ մոտավորապես Phi plus միշտ ստանում է նույն արդյունքը, այս սա է ես ասում։ Եթե ես 0 եմ փոխանցում, դուք 0 եք ստանում, դե սպին սենց է, սպին եթե վերև է, մյուսը պետքա ներքև լինի, այսինքն այդ տեսակետից բանը ֆիզիկան չի խանգարում մատերիան, բայց շատ դեպքերում ես պետքա 0-1-1-0 ուղարկենք, 0-1-1-0 մարդը ստանա։ Եվ դրա համար 4 վիճակների ֆորմուլան ստեղծումը, այստեղ մինուսովը դա մենք հետո կանցնենք, նաև ֆազային կապ կա, այսինքն մենք ինտերֆերենցիա կանցնենք, մենք կտեսնենք քվանտային վիճակի փոխանցումը ամպլիտուդա կլինի հավանականային, եւ այս ֆազային շեղումը շատ մեծ գործիք է, այս ֆազային շեղումն է բոլոր ալգորիթմները աշխատացնում։ Ինչևից է, այս մինուսը կարևոր դեր է խաղալու, այսինքն կարող ամպլիտուդի վրա չազդի, բայց տարածքային որևէ տեղում ինքը հաստատ կունենա ազդեցություն։ Ինչևից է, այս վիճակում նույն արդյունքներն են ստացվում, այս վիճակում տարբեր արդյունքներ, եթե ֆինա կամ եւ այլն։ Նու մեկը պլյուս, մեկը մինուս, պարզա ինքը ֆազային շեղման հետ է կապված լինում։ Չի կարող նկատել առաջին քվանտի եւ քվանտի առանձին վիճակների արտադրել։ Սա հենց entanglement էությունն է, այսինքն մոտավորապես այս երկուսը կա մինուս նշանը ցույց է տալիս հարաբերական ֆազայի տարբերություն բան չի հասկացվում։ Բայց մենք ֆազան այնքան ենք կիրառելու պրակտիկայում, որ հիշելու եք այս ինչ լավ բան է այս ֆազան։ Սա ոնց որ հոսանքի հետ կապված չի, բայց ֆազա է։ Մենք կտեսնենք, որ ֆազան մեծ դեր է խաղալու մեր ալգորիթմներում, եթե մենք ֆազային շեղումով չենք ստանում քյուբիտի կամ ծրագրավորման էլեմենտի փոփոխություն, մենք չենք կարողանում իրան շատ էքսպերիմենտով խոշորացնելու ենք լավ արդյունքը, վատացնելու ենք վատ արդյունքը։ Արդյունքում իսկական արդյունք ենք ստանալու։ Եվ պարզա, ինչով է տարբերում այս երկուսը իրարից, երկուսն է տալիս են նույն արդյունքը, տեսեք եւ պլյուսը եւ մինուսը։ Դունացուկ պատասխան ֆազային տարբերություն է դրսևորում, երբ դուք փորձում եք վերահսկել այդ վիճակները։ Պարզա, գեյտսերի ժամանակ ֆազային տարբերությունը մեզ շատ է պետք գալու։ Ինչևից է, պլյուսն ու մինուսը ֆազային կարճ ասած տարբերությունն է տալիս, որը հետագայում է պետք մեզ
բելի վիճակները շատ կլինեն ֆորմուլաներ, կասենք հայտարարված է բելի վիճակ entangle, այս 4-ից որն ենք վերցնում։ Բելի վիճակը վերցնում ենք, համարում ենք երկու էլեմենտ entangle, բայց ինքը պետք է ասի որն եք վերցրել, ֆազայինով թե անֆազային, այդտենց։ Եվ պատասխանը որ ֆորմուլան կվերցնեք, այդ ժամանակ ինքը հենց այդ ձևով էլ կաշխատի։ Շատ լավ։ Պարզ է քվանտային կորելյացիան անկախ է հեռավորություն, կորելյացիա նշանակում է, եթե ես 1 եմ, դու 0 ես, դու 1 ես, ես 0 եմ, Էյնշտեյնի Spock action and distance-ը չի աշխատում, ժուտկը դալնաձեյստվիա կոչում ռուսերեն տարածքի վրա, չի հավատացել ինքը դրան, բայց ասել է այդպիսի բան կա, եւ համակարգը կոչվում է Bell State, John Bell-ի անունի շնորհիվ, եւ սրանով ենք մենք տարբերվելու քվանտային եւ դասական տեսությունների տարբերությունը, ասի Bell State-ով ենք աշխատում, սա ֆորմուլաներ են, եկեք իրանց անգիր անենք, հանկարծ շատ չխորացնենք, հետո բաց հիշենք, երբ որ գիծ 0 մեծ այս բաներով, բրեքներով ենք աշխատում, բրեքեսներով ենք աշխատում, այսինքն մենք աշխատում ենք գիծ փակագիծ համակարգով, ուրեմն քվանտների հետ գործ ունենք, եթե ես փակագծերով չեմ աշխատում, այդպես չի ինքը լինում։ Ահա, ուրեմն ծրագրավորման իրականության տեսակետից պատկերացրենք երկու քվանտ, երկուսն է սկզբնական 0 վիճակ, Bell-State-ը պատրաստելու քայլերը տարբեր են այսպես։ Առաջին քվանտին կիրառվում է ադամար, այսինքն ես ծրագրային տեսակետից հիմա մենք ունենք դրա համար սրա հետևից ես չեմ ընկնի։ Ծրագրավորման իրականացման համար թե ինչ ենք անելու սուպերպոզիցիա, ադամար եւ այլն։ Մենք հիմա հետո սինոդ ենք անում, entangle ենք անում եւ Bell state-ները մենք ստանում ենք։ Կարճ ասած ծրագրավորման տեսակետից ըստ քայլերի, քանի որ կոդ ունենք, ապա այդ կոդը կփորձենք միասին վերցանել։ Կարևորը ֆորմուլա լսվեց, կարևորագույն ֆորմուլաներից մեկն է ինքը։ Սա մեր օրինակն է, հիմա կնայենք բացարձակ նորություն չի, քյուբիտները նույն ռեզուլտատն է ցուցադրելու Bell State-ի եւ entangle-ի ժամանակ, այսինքն այս ծրագրի կատարումը OS ծրագրինը իրանք շատ մոտ են, մոտավորապես մոտ են այս ծրագրինը, որ ստեղ նշած է, ստեղ որակի նշված է օպերացիայով ուրիշի է դիմը։ Ծրագրային մասը մենք վերջացրեցինք ինչա կատարվում, այսպիսովը կարող ենք կարդալ, թե չէ, իսկ C# օրինակում վերևի նշածը մի քանի անգամ կրկնվել է, կարելի է այսքան շատ չկրկնել։ Սկզբում քյուբիտները 0 վիճակ են ստանում, գնանք նայենք։ Երբ որ ենք հրաման ենք տալի, քյուբիտները 0 են դառնում։ Երկու հատ են, ուրեմն Bell State-ի մեջ կարա լինի։ Եվ երկու հատ են, մենք սուպերպոզիցիա կարանք դնենք։ Ուրեմն առաջին բիթին տալիս ենք superposition, մեկին ենք տալիս։ Մեկին սուպերպոզիցիա ենք տալի, ադամառա կամ հադամար բանով է, գեծա կոչվում։ Հաջորդը, կիրառում ենք սինոդ, control նոտ է կոչվում, սա ժխտում է, բայց քվանտային, ղեկավարվող նոտ է, հենց սա սարքում է entangle, արդեն միասել ենք, հիմա կրկնում ենք։ Այո, այս հրամանը, այս երկուսը դառան entangle։ Սա ուղղակի վերևինի պրիմիտիվ կրկնությունն է, այսինքն ինչ որ ասեցի ուրիշ բան չկա, վերջ։ Այսինքն Bell State-ի հետ կապված ես Bell-ի վիճակ եմ ստարկում։ Հիմա տեսնենք ինքը որ վիճակն է աշխատացնում։ Սինոդով չափումը կատարում ենք եւ չափման արդյունքը տեսնում ենք։ Ինքը Bell-ի վիճակ է կոչում, վերևը ես նշեցի եւ փորձենք իրան աշխատացնել, տեսնենք որ տարբերակն է մեր մոդելներից աշխատել։ Թարգմանումը դրա համար եմ սպասում։ Չափման արդյունքը Q1-ը 1, Q2-ը 1, այսինքն մեր Bell-ի վիճակներից այս ծրագիրը աշխատացնում է այսա։ Այսինքն F+-ն է աշխատացնում, 0-ն 0 է փոխանցում, 1-ը 1 է փոխանցում։ Ուղղակի լեկցիային հետևող լինելու համար եւս մի անգամ նայենք, սա բացարձակ ուրեմն հավանական արդյունքը 0-0 կամ 1-1, 0-1 կամ 1 երբեք չեն լինի entangle-ի տեսակետից, առանձին կիրառվելու։ Վերջնականը կարդանք, ես չեմ հիշում ինչ եմ ցանկացել ասել, այսպիսով Bell State-ը
Բելի եւ բելի անհավասարությունը, Bell state-ը նոր նայեցինք, բելի անհավասարությունը փորձարկում էր ֆիզիկայում եւ ֆորմուլաներն սերտորեն կապված են այս երկուսը եւ այդտեղից էլ առաջացել է, քանի որ առաջինը ցույց է տալիս entanglement-ի էֆեկտը, այսինքն այն մեր փորձը վերևի ցույց է տալիս, որ խառնում եմ, ուրեմն առաջինը ցույց է տալիս entanglement էֆեկտը, այսինքն Bell state-ը entanglement էֆեկտն է, երկրորդը ապացուցում է, որ էֆեկտը չի կարող բացատրվել դասական մոտեցումով։ Չխառնեմ հանկարծ, Բելի անհավասարությունը ասում է, որ չկա թաքնված պարամետր, այսինքն դասական ձևով entangle էլեմենտների բացատրությունը չեք կարող բացատրել, իսկ Bell state-ը բացատրում է մի բան կամ հաստատում է մի բան, որ երկու մասնիկները գտնվում են entangle վիճակում եւ ինքը դա մաթեմատիկորեն համարում է կամ ֆորմուլայի տեսակետից մեզ նման IT մասնագետներին տալիս է մաթեմատիկական ֆորմուլա։